անդամ Արմեն Աբովյանն է, պարոն Աբովյան։ Բարև ձեզ ժողովուրդ։ Բարև ձեզ։ Ժորժան, մի անգամից ասենք հետևյալը, որ ունենք մի իրավիճակ, երբ որ այսօր Հայաստանի Հանրապետությունը ընտրությունների, արդյունքների ամփոփման պարագայում լուծվում է ոչ միայն եւ ոչ թե Բարգավաճ Հայաստան կուսակցության հարցը, լուծվում է Հայաստանի Հանրապետության ապագան։ Մենք փորձում ենք վախեցնել, մենք փորձում ենք մեր բերանները փակել, մենք վիրավորում ենք, բայց մենք հայ ենք ու մենք Հայաստանը չենք դավաճանի։ Պետք է շատ հստակ եւ բարձ հասկանալ։ Մարդիկ, ովքեր այն կողմում են, խոսքը գնում է այն մարդկանց մասին, ովքեր ճնշումների տակ, ովքեր աշխատանքից հեռացվելու սպառնալիքով, ում նսեմացնելով, ստորացնելով, սրանք տանում էին ընտրատարածք, այդ մարդիկ մեր թշնամիները չեն, իրենք այն մարդիկ են, ովքեր պատանդ են ընկել այս իշխանության ձեռքերում, բայց մենք պետք է հասկանանք մի բան, իշխանությունը փորձում է վիրավորանքով, սպառնալիքով, բանտերը լցնելով այս իրավիճակը հասցնել աբսուրդի, երբ որ Հայաստանի Հանրապետությունը կմնա լիարժեք անպաշտպան թուրքի դեմ։ Չի լինելու։ Չի լինելու։ Պետք է հասկանալ հետևյալը։ Խնդիրը ևս մեկ անգամ կրկնում եմ, մանդատները չի, խնդիրը կրկնում եմ, կաբինետները չեն, չգիտեմ, պարլամենտում լինել, չլինելու հարցը չի, խնդիրը նա է, որ չի կարելի, ժողովուրդ ջան, հասկացեք, չի կարելի թույլ տալ, որ սրանք գողանան հայի իրավունքը, չի կարելի։ Պետք է շատ հստակ եւ բարձ հասկանալ հետեւյալը։ Մենք գտնվում ենք երկիրը ծանրագույն իրավիճակի մեջ։ Մեզ փորձում են, մեզ ես նկատի ունեմ մարդկանց, խաբել, կեղեքել, կիսել, հիշում եք, չէ՞, որպես օրինակ։ Արցախահայությանն էին առանձնացնում ընդհանուր հայ հասարակությունից ու ցարքում թշնամի, հետո Սփյուռքի հայերին էին առանձնացնում, հիմա Ռուսաստանի հայերին են առանձնացնում, մինչև այդ Ֆրանսիայի հայերին էին առանձնացնում, դուք աննորմալ չեք, դուք հասկանում եք ինչ եք անում, հիշեք մի բան, այն մարդիկ, ովքեր փորձում են առանձնացնել և տարանջատել մեզ ծննդավայրով, ուղիղ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության թշնամիներին։ Այո! Միանշանակ։ Եվ այս պարագայում ևս մեկ անգամ կրկնեմ, այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց լուծվում է ոչ թե և ոչ այդքան և ոչ միայն Բարգավաճ Հայաստանի անցնելու չանցնելու խնդիրը, որոշվում է վաղը մենք ապրելու ենք Հայաստանի Հանրապետությունում, թե արցախցիների նման մեզ ստիպելու են նստեն ավտոները ու արևմտյան Ադրբեջանից չվել, չի լինելու, չի բակների տակայնելու, կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալություն։